Ողջույն Արագի նյուզի սիրելի հետևորդներ, եթերում ըստ էությանն է մեր տաղավարում այսօր հյուրընկալել ենք Երևանի ավականու Մայր Հայաստան խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանին։ Բարև ձեզ, պարոն Դանիելյան, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Սիրով։ Պարոն Դանիելյան, անդրադառնանք երևի այսպես ամենաթարմ թեմային, ձյան տեղումներից հետո Երևանում ի հայտ եկան կամ ավելացան փոսեր եւ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ դա օգտագործված աղի պատճառով է, որքանով եք այս պատճառը հիմնավոր համարում, հաշվի առնելով, որ օրինակ միջմարզային ճանապարհներին ավելի շատ աղ է օգտագործվում, բայց նման փոսեր կարծես թե չկան։ Կարող ենք ենթադրել, որ ասֆալտի որակի տարբերությունն է պատճառը։ Միանշանակ ասֆալտի որակի տարբերությունն է, ուրեմն իրանք այնպես են ներկայացնում այս ամեն ինչը, կարծես վերջի 30 տարում Հայաստանում ձյուն եկած կամ Երևանում ձյուն եկած չլինի։ Իրանք ինչ ներկայացրեցին, ուրեմն աշտանը գարնանը ջրհեղեղների ժամանակ ասում էին աննախադեպ անձրև է եկել, հիմա էլ ասում էին աննախադեպ ձյուն է եկել, մենք աննախադեպ աղ ենք ցանել, այդ նույն աղը ցանվել է, ճիշտ եք ասում, մարզային ճանապարհներին, այդ նույն աղը ցանվել է ցանից տարիներ առաջ, բայց այս կարգի ավերածություններ քաղաքում երբեք չի եղել։ Սա 90-ականների Երևանն էր հիշեցնում։ Մեկ էլ 90-ականներն էր, որ Երևանում երթևեկությունները քիչ էր, փոսերներ շատ էին, ու այնտեղ կարևոր չէր, ասենք ձյուն գար չգար։ Այն ժամանակ վիճակներ այդպես ու փոսերն էին շատ։ Հիմա մոտավորապես նույն պատկերն էր։ Եվ այն ինչ որ հիմա տեսանք, սա իրանց աշխատանքի արդյունքներ, սա իրենց կառավարած քաղաքի տեսքներ, այսինքն իրանց տված հրամանների, իրանց տված հանձնարարությունների հետևից այս մարդիկ չեն կարողանում գնալ, այսինքն մի բան են պատվիրում, մի բան են հանձնարարում, բայց իր հետևից չեն գնում, որ ասեն դե այդ աշխատանքը արվել է, չի արվել, ոնց է արվել, լավ է, վատ է, գնահատական տան, եթե վատ է արվել, պահանջեն, միջև անգամ իրավական ընթաստան այդ ամեն ինչին, ոչ թե Երևանցու վճարած հարկեր турքերից գոյացած Երևանի բյուջեն, այսպես մսխեն գնա, սենց ջրեն գնա, բառից բուն իմաստով, սենց հալածնեն գնա, ձյան հետ եկած ուրեմն ձյան հետ ձյան ընթացքում առաջացած փոսերը կամ ձյանից հետո առաջացած փոսերը հալեց գնաց ձյան հետ միասին։ Չի կարա sense բան։ Դա նորից եմ կրկնում, որակի ասֆալտի որակից է, իսկ ասֆալտի որակին հետևողը դա Երևանի քաղաքապետան, ով որ գումարը տվել է։ Իսկ այս մարդիկ չեն հետևում։ Երբ որ ուրեմն sense ընթացակարգ էլի ասեմ, երբ որ ինչ որ միտեղ այս պարագայում կոնկրետ ասֆալտի հետ կապված շինարարը հաղթում է, շինարարը մրցույթի է մասնակցում, նրա հետ զուգահեռ մասնակցում է նաև տեղ վերահսկողը։ Վերահսկողն էլ է մրցույթով շահում եւ վերահսկողը պետքա անկախ մարմին որպես գնա վերահսկի տվյալ կոնկրետ այս պարագայում ասֆալտի որակը։ Ուրեմն վերահսկողությունը այնքան ցածր գումարներով են շահում, որ այս մարդիկ արդեն հասկանալի է, որ իրանք այդտեղ ուղղակի ստորագրություն են վաճառելու, այսինքն շինարարից sense ասեմ գումար են վերցնելու, որպեսզի այդ ավարտական ակտի տակ ստորագրեն, որպեսզի այդ բանը այդ թուղթը հանձնվի, այդ բանը պրոյեկտը հանձնվի։ Այս պարագայում բացի այն որ պետքա վերահսկողը գնա վերահսկի, որը որ չի վերահսկելու, նաև պետքա քաղաքապետարանի համապատասխան կառույցը, այս պարագայում շին բարեկարգման վարչությունը եւ վարչական շրջանների համապատասխան բաժինները գնան կանգնեն շինարարի գլխին, տեսնեն ոնց է աշխատանքը անում, նաև զգուշացնեն, որ եթե հանկարծ որակով չարեցիք, դուք սրա համար պատասխան եք տալու։ Որպեսզի այս մարդիկ այդ շինարարները բարեխճորեն աշխատանք անեն։ Եվ դրանից հետո էլ անելուց հետո է գնան մի հատ էլ վերահսկեն այնց տո, այսինքն նմուշարում անեն, տեսնեն ինչ որակով է արվել, որպեսզի դրանից հետո այդ համապատասխան փաստաթուղթ ավարտական ակտը ստորագրեն կամ չստորագրեն։ Իսկ այս պարագայում մենք տեսանք, որ անցած տարվա վերջում կամ անցած տարվա երկրորդ կեսում արված ասֆալտը, սեպտեմբեր, հոկտեմբերին արված ասֆալտը, որ պետքա դիմանար մի քանի տարի, մի քանի ամիս դիմացավ։ Հունվար, փետրվարին արդեն հալվել էր։ Այնինչ տարիներ առաջ արված ասֆալտները ավելի որակով են արվել, ավելի բարձր որակ են ունեցել, քան իրանց արած քան այս իշխանության ժամանակ արված ասֆալտը։ Դա նորից եմ կրկնում, գալիս է ուրեմն վերահսկողությունից, գալիս է կառավարումից, ճիշտ կառավարումից։ Պետք է կարողանան եւ ճիշտ հանձնարարականներ տան եւ այդ հանձնարարականի հետևից գնան։ 2023-ին Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ 250 էլեկտրական BID մեքենան, ներողություն, ավտոբուսներ են արդեն բերվել Հայաստան 2023-ին, եթե չեմ սխալվում։ Սակայն մինչ օրս մենք գոնե մեկ էլեկտրական ավտոբուս կարծես թե չենք տեսել, եթե ես չեմ սխալվում, ինչով է սա պայմանավորված։ Տեսեք, ուրեմն Տիգրան Ավինյանը եւ ընդհանրապես ԿՊ-ն թե քաղաքի ընտրություններից առաջ, թե համապետական ընտրություններից առաջ ուրեմն սարեր են խոստացել, գեղեցիկ խոստումներ են տվել, գեղեցիկ ինչ որ խոսքեր են ասել, այս ժողովրդին խաբել են բառից բուն իմաստով ձայներ կորզելու համար։ Ձեր ասած օրինակով
2023 թվականի ամռան, կոնկրետ այդ դեպքը եղել է սեպտեմբերի, ես հիմա օրը կասեմ, սեպտեմբերի գործակարգավարականներից մեկին, ժամանակ սեպտեմբերի կարծեմ 10-ն է եղել։ Երկուշաբթի օր գործակարգավարական նիստ։ Տիգրան Ավինյանը հիմա բառացի չեմ ասի, բայց մոտավորապես էս էր ասում, որ արդեն ներկրել ենք առաջին էլեկտրական ավտոբուսը եւ արդեն հաջորդի բերելու ենք 250 հատ 18 մետրանոց էլեկտրական ավտոբուսներ։ Ինչ պարզվեց։ Այդ իր ասած ներկրած էլեկտրական ավտոբուսը ներկրված չէր, դա բերված էր ժամանակավոր Վրաստանից, Թիֆլիսից։ Բերել էին BID մագնիշի ավտոբուսեր։ Բերել էին փորձարկման համար եւ այդ ավտոբուսը Երևանը կարճ ժամանակ հետո ուղարկել են նորից Թիֆլիս։ Բայց ինքը ժողովրդի ներկայացեց, որ ժողովուրդ ջան, վերջ տեսեք, արդեն դրանից մեկ շաբաթ հետո Երևանում տեղի էր ունենալու ընտրություններ, թիմ ընտրություններ, Երևանի ավականու ընտրություններ։ Ինքն էլ ԿՊ-ի քաղաքապետի տեխնացուներ։ Փաստացի դարձավ նենց, որ ինքը ուղիղ եթերով երևանցիներին խոստվեց, որ հեսա ձեր կյանքը բարելավելու է տրանսպորտի առումով 250 հատ ավտոբուս ենք բերելու, տեսեք։ 23 թվականից անցել է արդեն 2.5 տարի, այդ ավտոբուսները չեն բերվել։ 25 թվականի օգոստոսի վերջի իր մամուլի ասուլիսի ժամանակ ասեց հետեւյալը, որ 250 ավտոբուսը կլինեն առաջիկա 2 տարում, թե 2 տարուց հետո, բայց 2 տարի է ասել։ Այսինքն այդ ավտոբուսները չկան ու դեռ 2 տարի հետո նոր լինելու են, բայց հարցը կլինեն թե չեն լինի։ Ինչի համար եմ ասում, որովհետև նման ձևով ինքը խոսք կատվել նաև Երևանի մետրոյի Աչափնյակի կայարանի համար։ Նույն 23 թվականի գարնանը բիզնես կենտրոն կառուցելուց են խոսում, երբ որ կայարանը նույն 23 թվականի գարնանը այս ժամանակներն էր, մարտ-ապրիլ ամիսներն էր, կառավարության նիստի ժամանակ, երբ որ Տիգրան Ավինյանը դեռ թրաշ էր պահում եւ փոխքաղաքապետ էր, թե քաղաքապետի պաշտոնակատար էր, կառավարության նիստում ինքը ներկայ էր եւ այնտեղ բառացիորեն ասեց հետեւյալը. 2 տարուց 48 ամսից, ու 2 տարին 24 ամիսը մետրոյի կայարանը, Աչափնյակի կայարանը պատրաստ է լինելու։ 2 տարին անցել է արդեն եւ հեսա 48 ամիսն էլ մի տարուց կլրանա։ Մետրոյի Աչափնյակ կայարանը չի կառուցվելու իր ասած ժամանակին, մեր վերջի տեղեկություններով, երբ որ ուրեմն Աչափնյակ վարչական շրջանում շմագ լսումներ էր, մենք այդ շմագ լսումներին գնացել ենք, վերջի մեզ տված խոստումը, որ պետքա մետրոն կառուցվի 31 թվականն է, 2031, բայց դա էլ չի լինելու, եթե Աստված չանի իրանք մնան իհարկե, ինչի համար, որովհետև հիմա ինչ որ մի հատ քրեական գործ է հարուցվել, այդ քրեական գործը մեջ են բերելու, ասել են, քանի որ քրեական գործը հարուցվել, ժամանակավորապես դադարեցնում են կամ սառեցնում են, մինչև քրեական գործի վարույթը, չգիտեմ, հասնի ինչ որ փուլի, նոր շարունակենք։ Այսինքն սրանք ամեն ձև երկարացնելու են, ձգելու են մետրոյի Աչափնյակ կայարանի կառուցումը, որովհետև այս մարդիկ դեռ չեք կարող ասեք մի բան, որ կառուցել են, ստեղծել են, արարել են իրանց իշխանության ժամանակ, դա կլինի համապետական մակարդակի, թե կլինի ուրեմն Երևան քաղաքի մակարդակով։ Ինչ խոստացել են, չեն արել։ Ես որ ավելի հետ գնամ, հիշեցնեմ 2019 թվականին ուրեմն Արշակունյաց հայրենիք կինոհայրենիք Խաշմիրուկում պետքա էստակադա կառուցեին։ Բերեցին նկար ցույց տվեցին, ուրեմն մակետ ցույց տվեցին, գծագիր ցույց տվեցին, բերեցին այնտեղ ուրեմն ասֆալտը գծանշումներ արեցին, ինչ որ պիլոտային փորձեցին, տեսան ոնց է ստացվում, այդ ծրագիրը չարեցին։ 2019 թվականն էր դա։ 2019-ից այսօր 26 թվականի արդեն հունվարն ենք, արդեն պատկերացնում եք 7 տարի անցել է։ Չեն արել։ Ուրեմն 2023 թվականին էլի անդրադառնամ, քիչ առաջ դուք ասեցիք, էլի ամռանը գործակարգավարական նիստի ժամանակ զեկուցում են։ Խորին Գրիգորյան անուն ազգանունով մի հատ պաշտոնյա կար Երևան քաղաքապետարանում, շին բարեկարգման վարչության պետն էր։ Զեկուցում էր ուրեմն Նորագավիթի Խաշմիրուկում էստակադա կառուցելու մասին։ 5 պակաս վիճակեր, արդեն պայմանագիր, պայմանավորվածություն, 2 շաբաթ, ինչու կար ժամանակներ էր ասում։ Նորից եմ կրկնում, երևանցիները թող իմանան, դա ամառն էր, օգոստոս ամիսն էր, էլի ընտրություններից 1 ամիս առաջ։ Ուրեմն այսօր 26 թվականն ենք, այդ կառույցը չկա, վերջի գործակարգավարական հունվարի, ոչ թե վերջի, հունվարի 12-ի գործակարգավարականի ժամանակ Տիկ Գրասենյակի ղեկավար Անետա Բաբայանը երբ որ զեկուցում էր այդ կառույցի մասին, որ հեսա նորից ինչ որ նախագծում են կանելու, ես ինչ ենք, Տիգրան Ավինյանը ասեց, այն ծրագրերից խոսա, որի համար գումար կա, դրա մասին ասեց գումար չկա, դրա մասին մի խոսի։ Պատկերացնում եք, այսինքն պետք է կառավարությունից գումար հատկացնեն, ինքը արդեն պատկերացնում որ գումար չեն հատկացնելու, ասում էր այդ կնոջը ասում էր, դրա մասին իզուր տեղը մի խոսի։ Այսինքն այս ծրագիրն էլ է խոստացվել 2023 թվականի նախընտրական շրջանում, երևանցիներին խոստացվել ու խաբել են։
այդ նույն ճանապարհի վրա հյուսիս-հարավ, դա հյուսիս-հարավի մի մասն է։ Նույն ճանապարհի վրա էլի խնդրահարույց տեղ կա։ Հարավ-արևմտյան թաղամասի, ուրեմն 200-250 մետրանոց մի հատ հատված կա Բաբաջանյան փողոցի վրա, որ Բաբաջանյան կամ այդ փողոցի անունը կարող սխալ ասեմ, հարավ-արևմտյան թաղամասի վրա, որ Երևանցիներին շատ հայտնի վայր է։ 200-250 մետր հատված միացված չի իրար հյուսիս-հարավը։ Այդտեղ ինչ որ մի քաղաքացի այգի ունի ու Երևանից ինչ որ գումարներ ա ուզում, որ այդ այգին այգու այդ տարածքը հատկացնի ճանապարհին։ Այս իշխանությունները չի կարող այդ հարցը լուծի արդեն 7-8 տարի։ Պատկերացնում եք, այդ ճիշտ է, այդ շինարարությունը սկսել անցած 10-ամյակում, բայց շարունակվել է այս իշխանությունների օրը, սրանք չեն կարող այդ հարցը լուծեն։ Չեն կարող այդ ճանապարհը միացնել իրար, որտեղ խցանումներ առաջանում, որ այդ ճանապարհը միանալուց հետո ահագին քաղաքը կբեռնաթափվի, ճիշտ է, այնտեղ մի հատ ուրիշ խնդրահարույց մաս է կա Շիրակի փողոցը, որը գնում է քաղաքի մեջով անցնում, որը նեղ փողոց է, որտեղ անընդհատ ու միշտ օրվա տարբեր ժամերի բեռնված է այդ փողոցը եւ խցանումներ են, դրա հարցն է պետք է լուծվի, բայց կոնկրետ այդ փողոցը, որ 250 մետր պետք է միացնեն, չեն կարողանում այդ մարդու այդ լեզու գտնեն կամ դատարաններով շահեն այդ գործը, որպեսզի կարողանան այդ ճանապարհը միացնեն։ Մեկ ուրիշ խնդրահարույց մասեր կա այդ նույն ճանապարհի վրա։ Դա ուրեմն փողոցի անունն ասեմ Մազմանյան, Շիրազ, ուրեմն Սիլիկյան փողոցների խաշմերուկն է, դա հայտնի Գարաժմոլի կառուցողը, այնպես են ասում, շրջանաձև երթևեկությունն է, որտեղ նախկինում խաշմերուկ էր ուղղակի սովորական, հյուսիս-հարավի նախագծով նախատեսված էր, որ պետքա վերգետնյա ուրեմն էստակադա լինի, այս մասը չեն արել, վերգետնյա էստակադայի տեղը բերել են մի հատ շրջանաձև երթևեկություն է սարքել, դրանով այդ ճանապարհը բեռնվել է, ճանապարհները մի քանի բեռնվել են, ուրեմն ես Սիլիկյանի այդ խճուղին է բեռնված, մինչև երրորդ յուղի այդ մոտ ուրեմն խցանումներ ա լինում, Շիրազի փողոցը, մինչև Բեկնազարյան փողոց, միջև Շանթի խաշմերուկ, այսպես ասեմ, խցանումներ ա լինում։ Մազմանյան փողոցը, միջև 15 թաղամասի, ուրեմն Կարծեվոյի խցանումներ ա տարբեր ժամերի։ Ուրեմն հարցում են կարել, պարզվել է այդ Կարծեվոյի պատճառով, այդ շրջանաձև երթևեկության պատճառով տարեկան 370-380 վթար ա լինում։ Օրը մեկ վթար ամենակիչը։ Բայց էլի դրա հարցը չեն լուծում։ Նախնական շրջանում խոստանում էր տրանսպորտային հոսքերի օպտիմալացում։ Ուրեմն տրանսպորտային ճիշտ եք ասում։ Ոչ մի բան չի անում։ Նույն Նորագավիթ Արտաշատի խճուղի այդ հատվածը ինչու 23-ին հայտարարեցին, եթե ոչինչ չէին արել 2-3 շաբաթից, հիմա ասում են դրա մասին չխոսենք, որովհետև գումար չկա կամ գումար չի տրամադրում կառավարությունը։ Ավելի ճիշտ չէ, օրինակ, ասել, որ չի արվում կամ ինչ որ խնդիր կա, ոչ թե հայտարարել, որ 2-3 շաբաթից պատրաստ է։ Ճիշտ եք ասում, ավելի ճիշտ կլիներ, եթե իրանք չլինեին։ Իրանք խոսք են տվել, նորից եմ ասում, ընտրություններից առաջ, հիմա էլ առաջիկայում ընտրություններ կան, տեսեք ինչքան գեղեցիկ խոստումներ են տալու, այսինքն խաղում են այդ նախընտրական էմոցիաների վրա մարդկանց, խաղում են նախընտրական ձայների վրա, խոստանալով, մարդկանց խաբելով, թե հեսա կանենք, հեսա լավ կլինի, հեսա ու ոչինչ չի արվել լավ, ինչ է արվել վատ ա եղել, այս մի քանի տարվա ընթացքում կյանքը ցույց տվեց, տեսանք ոչ մի խոստացված բան, համապետական մակարդակի ընտրությունների ժամանակ, երբ որ ասվում էր ուրեմն բաժանում հանուն փրկության կամ անջատում հանուն փրկության ավելի ճիշտ, այսօր տեսանք այդ անջատում հանուն փրկությանը ինչ եղավ, անջատվեցին Արցախ ամբողջությամբ տվեցին Ադրբեջանի դրանով վերջացրեցին։ Այդ է իրանց տված խոստումը, որ արել են լրիվ հակառակ, այսինքն իրանք ինչ խոստում տվել են, արել են լրիվ հակառակը։ Կարմիր գծերի մասով խոստումներ էր տալիս, տեսախցիկների մասով խոստումներ էր տալիս, ճիշտ է, ես դեմ եմ տեսախցիկները հանելուն ամբողջությամբ եւ ընդհանրապես, որովհետեւ տեսախցիկները զսպում են վարորդներին։ Իմ պատկերացմով, իմ կարծիքով, արագաչափերը զսպում են վարորդներին, բայց կանգնել տենց խոստումներ տալ մարդկանց էմոցիաների վրա խաղալ եւ որպեսզի դրանով մարդկանց սիրաշահես, մարդկանց ձայները գողանաս, հետո չանես կամ անես հակառակ ավելի պետք չի այդպիսի բաներ անել։ Պետք չի մարդկանց խաբել, պետք չի մարդկանց հիմարի տեղ դնել։ Նույն ձևով ես մի փոքր շարունակեմ, եթե կարելի է, 2023 թվականի խոստումներից եմ հիմա ասելու։ 2023 թվականի էլի ամռանը խոստացան, որ Միասնիկյան պողոտայում դարձափոխային ճանապարհ են դարձնելու, երթևեկություն է դարձնել։ Դա այն ճանապարհը, դա երթևեկությունն է, երբ որ օրվա մի ժամին, ուրեմն երբ որ ճանապարհը սահմանափակված է, դա 3-3 գոտի է։ Օրվա առավոտյան մասում պետքա իջնող ճանապարհը լայնացնեին, երեկոյան մասում բարձրացող ճանապարհը լայնացնեին, ինքը մեջտեղի հատվածի այդ ուրեմն արգելապատնեշը աճ ու ձախ տանելով ճանապարհը, ուրեմն երթևեկությունը մեծ հոսքը նենց անեն, որ կարողանար հոսքը շատացնել ու խցանումներ չառաջանալ։ Այսօր 26 թվականի փետրվարն չի արվել այդ ծրագիրը, բայց արդեն 3 զեկույց, 3 գործակարգավարական ժամանակ զեկուցում էր ուրեմն Խորեն Գրիգորյանը, որ արդեն պայմանավորվել ենք, արդեն մեքենանի, թե որ մեքենան է տեղափոխելու։ Դա արդեն դրան էին հասել։ Նույն 23 թվականին ուրեմն
այսպեսի մի հատ ծրագրի մասին խոսվեց մանկական երկաթուղի տանող թունելների մասով։ Ուրեմն այդ թունելների մասով 9 միլիոն դրամ փող են տվել նախագծողին ու այնտեղ զեկուցվեց, որ արդեն նախագծող են ճարել, եթե ճիշտ եմ այդ ընկերության անունը հիշում Մայրուղի էր։ Ուրեմն ասում է նախագծող են ճարել, պետք է նախագծի չի նախագծվել։ Չի նախագծվել, հերիք չի, մի հատ էլ ուրեմն դրանից հետո այդ վերևի գլավ պոչտայի կամ գլխավոր պոչտայի շենքը Ծայրան 22 հասցեն, պարզեց որ քանդվելու է ու իր փոխարեն 50 հարկանի շենք հասարակվելու։ Ոնց եք պատկերացնում, դե 50 հարկանի շենք հասարակվելու, թունելները վերանորոգվելու է կամ բարեկարգվելու է, ոչ։ Այդ թունելները են ուղղվել այդ գումարները այդ դեպքում, եթե աշխատանք չի կատարվել, ինչի համար որ տրամադրվել։ Այդ 9 միլիոնը տրամադրվել է նախագծման համար, նախագծողը հավանաբար նախագծել է ու դրանով վերջացրել են։ Այդ նախագծի ընթաց չի տրվել ու չի տրվելու։ Որովհետեւ նորից եմ կրկնում, այդտեղ իշխանությունները որոշել են 50 հարկանի ինչ որ բիզնես կենտրոն կառուցեն։ Իսկ 50 հարկանի բիզնես կենտրոն կառուցելու համար ինչքան խորը պետքա գնան, այդ շինարարները կասեն, որը ինչքան մեծ մակերես պետքա բռնացնեն, որ այդ 50 հարկանի շենքը կարողանա դիմանա։ Պարոն Դանիելյան, ընդամենը 1.5 տարի առաջ $900,000 բարեկարգվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն Հարակից այգին, 40 տույաներից բայց մնացել է այս պահին 26-ը, 24 աղբամանից 10-ը, նստարանները գունաթափված են, դեկորատիվ թփերի մի մասը չկա, սալիկներն էլ կոտրված են։ Սալիկները փոխարինվելու են նորով, արդեն ասվել է դրա մասին, իսկ տույանների մասով պարզ չէ։ Այստեղ բյուջեի վատնում չկա։ Բյուջեի վատնում, բյուջեի մսխում, բյուջեի Երևանցու գումարի ուրեմն անտեղի ծախս, չէ՞ որ այդ բյուջեն ֆսյոտիկի վերջ-վերջը Երևանցու գրպանից է կուտակվում դառնում բյուջե։ Միայն այդ այգին չի։ Միայն այդ այգին չի։ Ես եկեք մի քանի այգի թվարկեմ։ Հաղթանակի 40-ամյակի այգին, որը գտնվում է Մալասիա Սեբաստիա վարչական շրջանում եւ այդ ուրեմն վարչական շենքի հենց հարևանությամբ։ Այդ այգի վրա գումարներ են ծախսել, բայց այդ այգին վերջնական իր տեսքը, որ պետք է այնտեղ ֆոնտաններ աշխատեն, չգիտեմ, բարեկարգված լինի, նորմալ վիճակ լինի, չկա այնտեղ մեր խմբակցության մեր ընկեր ավակ բանը Մեսրոպը Մանուկյան գնաց է նկարել մի քանի անգամ, ես եմ գնացել Դավիթ Հաշենի այգին, կենտրոնական այգին նկարել, նույն ընկերությունն է կատարել ուրեմն շինարարությունը, Երվադա ՍՊԸ-ն է կատարել Ուրեմն ծախսել են 364 միլիոն, եթե թիվը ճիշտ եմ հիշում, այդ 40-ամյակի այգու վրա 440, եթե թիվը ճիշտ եմ հիշում, միլիոն էլ Դավթաշենի այգու վրա։ Եվ 300 էլի մոտավորապես 60 միլիոն ծախսել է նույն ընկերությանն է տրամադրել, որպեսզի վերանորոգի երկրորդ նորքի զանգվածի էլի այգին, այդ այգին կոչվում էր կարծեմ վերածննդի այգի։ Ուրեմն այդ 3 այգին էլ նույն ընկերությունն է արել, բայց եւ երկրորդ նորքի զանգվածի այգում, եւ Դավթաշենի այգում, եւ 40-ամյակի այգում խնդիրներ են։ Այսինքն այստեղ էլ շինարարը գործ արել է, վերահսկողը ուղակի տակը ստորագրել է, վարչական շրջանի եւ քաղաքապետարանի համապատասխան բաժիններն էլ տակը առանց նայելու ստորագրել են, ինքան որ այդ գործը հանձնվի։ Ոչ գնացել ստուգելն են, ոչ այդ աշխատանքի համար պատասխանատվության են կանչի այդ ընկերությանը։ Ինչի մասին է խոսքը, այդ ձեր նշած այգին էլ նույն կարգավիճակում Այսինքն աշխատանքը պատվիրել են, փողը փոխանցել են, թե այդ փողից ինչքան են ատկատարել, դա Աստված գիտի մեկ էլ իրանք դրա համար էլ այդ այգին այդ վիճակին է։ Իսկ եթե իրանք պատասխանատու լինեին իրանք հանրարարականի համար Երևանցու գումարի համար պատասխանատու լինեին Երևանցու վճարած, եւ որ իրանք Երևանցու կողմից են ընտրվել։ Երևանցին իրանք ձայնատը որ գնան, դե Երևանցու շահերը ներկայացնեն։ Հիմա այս մարդիկ գնացել են նստել են ընդե, սկսել են Երևանցու վճարած հարկերը ուտել աշխատավարձի եւ պարգևաճարների տեսքով, բայց այն աշխատանքները պետք է արվի Երևանցու համար, անտեսվում է, չգիտեմ, հետեւողական չեն լինում եւ դրա համար մարդկանց պատասխանատվության չեն ենթարկում։ Դա կլինի թե վարչական շրջանի աշխատողները, թե թաղապետարանի աշխատողները, թե շինարարը, թե վերահսկողը։ Պետք է նրանք բոլորն է պատասխանատվության ենթարկվեն, երբ որ ուրեմն քաղաքապետարանի համապատասխան բաժինը, չի բարեկարգումը, գնա այնտեղ ստուգի ու ասի, այս հենց անվորագործ են արել, դե պետք է քրեական գործ հարուցվի ու պատասխանատվության ենթարկվեն վերևից ներքև, միջև շինարար, միջև բանվոր։ Այս կանաչապատման, այսպես ասած, ոլորտում, քանի որ ծառահատումները տեսնում ենք, ինչ մակարդակով են արվում, ծառեր են տնկում, որոնք մեր կլիմայական պայմաններին հարմար չեն, չորանում են, դուք էլ ձեր խմբակցությունը նկատի ունեմ, բազմիցս խոսել է այս մասին, այստեղ կոռուպցիոն ռիսկեր կան այս ոլորտում։ Գիտեք ինչ կան, ուրեմն հենց այդ նույն կանաչապատմանը կամ բնապահպանությանը 5 միլիարդ, ուրեմն Երևան քաղաքապետարանը մի քանի վարչություն կա, որ մեծ գումարներ է հատկացվում։
Մեկը ուրեմն շին բարեկարգմանն է, քաղաքի ասֆալտապատման համար, այս տարի հատկացվել է 4 միլիարդ 200 միլիոն, 292 միլիոն, 4.3 միլիարդ։ Դրամ գումար։ Անցած տարի 3 միլիարդ է եղել 25 թվականի համար, այս տարի 4 միլիարդ 300 միլիոն։ Բանը աղբահանության համար են 6 միլիարդ 292 միլիոն հատկացրել եւ կանաչապատման համար 5 միլիարդ 250 միլիոն, եթե հիմա ճիշտ եմ հիշում, այսինքն տեսեք 3 թիվ ասեցի, 3-ներ միլիարդներով, 3-ներ բարձր թվերով, 3 տեղում էլ կոռուպցիայի հավանականությունը մեծ է։ 3 տեղում էլ աշխատանքի թերությունները ակնհայտ են, տեսնում ենք, ասֆալտապատման համար ասեցինք թերությունները, որ ակնհայտ ժողովուրդը տեսնում է, վարորդները իրենց մեքենաների վրա են զգում, աղբահանության հետ կապված թերությունները մենք անընդհատ լուսաբանում ենք, անընդհատ նկարահանում ենք, անընդհատ ցուցադրում ենք, թե աղբահանության վիճակը ոնց է, բացի աղբահանության վիճակը, նաև Երևան քաղաքի ուրեմն փողոցների աղտոտվածությունը եւ կեղտոտ լինելը դա էլ է գալի այդ աղբահանության հիմնակից իրացմի։ Դրանք պետքա ոչ միայն աղբամանները տանեն դատարկեն ուղղակի սովետաշենի աղբավայրում, այլ նաեւ պետքա փողոցները լվանան, փողոցները մաքրեն։ Այնտեղ փողոցների փոշին ու ավազը, նաև այս իրանց ցանած աղի ու ավազի հետևանքները չի մաքրվում։ Նոր-նորքի զանգվածում 3 տեսանյութ տեսա, որ փողոցում ընենց աղբեր դրած, կարծես այդ փողոցը սեպտեմբեր ամսից մաքրած չլիներ։ Եվ աղբահանության մասով, եւ ձեր նշած կանաչապատման մասով, այո, կան ռիսկեր, կան վտանգներ, կան կոռուպցիայի հավանականություն, ինչի համար, որովհետեւ 5 միլիարդից ավել գումար է հատկացվում կանաչապատմանը, այս մարդիկ գնում են ծառերը հատում են, փոխանակ Երևանում ծառերը շատանան, փոխանակ նոր կանաչ գոտիներ շատանա, ճիշտ է իրանք հայտարարում են, որ ինչ որ ծառեր են նոր տնկում, ինչ որ, բայց նոր ծառեր, հին ծառերը հեռացնելով Երևան քաղաքում բերես, չգիտեմ, ոնց ասեմ, մերկացնեց քաղաքը, էլի, թե ինչա նոր ծառեր էս տնկելու, այդ նոր ծառերն էլ դրա մասին մի ժամանակ առաջ ինֆորմացիա կար, որ տեղեկություն կար, որ ինչ որ կոռուպցիոն սխեմաներ կային, կարծեմ, ինչ որ բարեկամ հարազատներ էին բերում այդ ծառերը, վաճառում Երևան քաղաքի վրա, որպեսզի իրանք բերեն տնկեն այդ ծառերը այդ քաղաքում։ Բայց նորից եմ կրկնում 5 միլիարդից ավել գումար հատկացվում է կանաչապատմանը, բայց Երևանը փոշու մեջ կորած, Երևանում ծառահատում չի, Երևանում ժամանակ առ ժամանակ ծառերի սպանդ է լինում։ Ու հիմա նախատեսել են այնու գործակարգավարականի ժամանակ արդեն հասկացրեցին, որ հաջորդ ծառերի սպանդը լինելու է Կոմիտասի պողոտայում։ Բայց ընտեղի ծառերը բոլորս տեսնում եք, չէ՞, հիմա ինչ վիճակի է։ Փարթամ, առատ, բուսական ծածկով, կանաչ ծածկով ծառեր են։ Բայց մարդիկ որոշել են, որ չէ, այդ ծառերը նախկիններից եկած ծառեր են, ասենք ինչքան նախկիներին չեն սրում, ինչքան հին բան կա նախկինի հետ կապված, դրեցին այդ ուրեմն Ալեք Մանուկյան փողոցի վրա անցած տարի ծառերի սպանդ արեցին, հիմա էլ որոշել են Կոմիտասում անեն։ Չգիտեմ, կան, այո, կան ռիսկեր։ Մենք ուրեմն գնացել ենք ես ու Արշակ Սարգսյանը կանաչապատման այդ պողակը մի հատ տարածք ունի, որտեղ հավաքվում է աղբը, այն տեսակավորված աղբը։ Մենք գնացինք այդտեղ նկարահանելու, թե ինչ է արվում մետաղի այդ բանկաները, ուրեմն ծոկերի բանկաները։ Այնտեղ հավաքված էր ինչ որ միտեղ, բայց նկարահանման ժամանակ գիտեք ինչ էր հայտնաբերեցինք, ինչ էր տեսանք։ Մեր երրագույնները տարելցրել են աղբի մեջ, երրագույն դրոշները։ Որ այսպես sense հիշեմ, ասեմ, այո, ռիսկեր կան, այդ կանաչապատման հետ կապված է կլինի, աղբահանության կապված կլինի, թե ասֆալտապատման հետ կապված կլինի, կոռուպցիայի ռիսկերը մեծ են։ Դրա համար ժամանակ առ ժամանակ գալիս են քաղաքապետարանից կլինի, վարչական շրջաններից կլինի, գալիս են ձերբակալություններ են անում, բայց տանում են շարքային աշխատողներին, հասկանում եք, չեն տանում պատասխանատուներին։ Փամբուկչյանն ասում է, որ իր վերջի ասուլիսում, որ Երևանի քաղաքապետարանում կոռուպցիա չկա համակարգային։ Դիտարկմանը, որ մի շարք էսպես պաշտոնյաներ, ինչպես դուք էլ ձեր խոսքում նշեցիք, ձերբակալվել են հենց կոռուպցիայի գործով, ինքը ասում է, դե մի շարք պաշտոնյաները կարող է հոգում ունենան, մարդիկ կան, որ դա Վազգեն Հարությունյանը տրանսպորտի վարչության պետն է, ինչի համար է ձերբակալված։ Ես ձեզ փոխած հակադարձ հարցնամ։ Վազգեն Հարությունյանը վերջի ձերբակալված պաշտոնյաներից մեկն է, որը Երևան քաղաքի տրանսպորտի վարչության պետն է։ Հիմա այդտեղ այդ մարդը ինչ արևորեք է տարել են։ Ասում է քաղաքապետը իր տեղակալները աշխատակիցները պայքարում են քաղաքապետին եւ տեղակալներին ձեռ չեն տալիս։ Դեմ պայքարում են, որովհետեւ իր խոսքով
պայքարում է։ Ուրեմն պայքարողը պետք է նաև լինի դատախազությունը, քննչական կոմիտեն, հակակոռուպցիոն կոմիտեն, որ գա հետևողական լինի եւ ոչ միայն տանի ավելի ցածր ուրեմն մակարդակներում աշխատող աշխատակիցների վարչական շրջանի ինչ որ շարքային աշխատակցի, այլ նաև պետք է վարչական շրջանի ղեկավարներ, ղեկավարի տեղակալներ, քաղաքապետներ, քաղաքապետի տեղակալներն էլ պատասխանատվության կանչվեն, եթե օրինակի համար տրանսպորտի վարչության պետը ինչ որ գործով անցնում է։ Այդ ոնց է տրանսպորտի վարչության պետը գործով անցնում է, մենակ եթե ինքն է իր վերադասը մեղավոր չեն, պատասխան կամ տեղյակ չեն եղել։ Ես կասկածում եմ։ Խոսեցինք խոստացված ու չկատարված, հա, այդպես ծրագրերի մասին, ավականին վերահսկողական ինչ լծակներ ունի այս մասով եւ պահանջել եք օրինակ հաշվետվություն այս ծրագրերի ձգձգման վերաբերյալ։ Չէ, ձգձգման հետ կապված պահանջներ կամ գրություններ չենք ուղարկել, բայց վերահսկողության լծակներ ունի, վերահսկողության, սենց ասենք, որ պատկերավոր լինի Երևանի քաղաքապետարանի բարձր պաշտոնյաները, նկատեմ ոչ ուրեմն ոչ հասարակական կամ ոչ թե հասարակական, այլ քաղծառայողները, ոչ թե քաղծառայող, այլ մնացած պաշտոնյաները, քաղաքապետը, փոխքաղաքապետերը, վարչության, նրանք Երևանի ավականու աշխատողներն են, ավականուց ներքև ի նկատի ունեմ։ Երևանի ավականի, Երևան քաղաքի բարձրագույն մարմինն է, օրենսդիր մարմինն է, այսպեսի որ պատկերավոր լինի, ոնց որ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը, երբ որ ազգային ժողովից հետո է ձևավորվում կառավարությունը, ինը այստեղ Երևանի ավականուց հետո է ձևավորվում Երևանի իշխանությունները, այսինքն իրանք պատասխանատու են կամ իրանք պետքա զեկուցեն կամ հաշվետու լինեն ավականուն։ Ավականին այդ առումով այո, վերահսկող մարմինա բոլոր պաշտոնյաներին եւ բոլոր վարչություններին Երևան քաղաքապետարանի։ Իսկ ինչու չեք պահանջել ինչ-որ հաշվետվություն, թե ինչու այս ծրագրերից գոնե մեկը, այսպես ասած, չի իրականացվում։ Մենք այդ հաշվետվությունը ուղիղ եթերում ենք անում կամ պահանջում, դա ավականունիստերի ժամանակ եւ ավականունիստերից դուրս, տարբեր ծրագրերի հետ կապված, բյուջեի հետ կլինի, արված աշխատանքի հետ կլինի, ամեն դեպքում իրանք դրա հայերեն բառ չի էլի, որ ասեմ կռուտիտը ունեն էլի, այդ բառը կարծեմ Տիգրան Ավինյանն էր օգտագործել, որ կռուտիտի արքաներ էր ասել։ Հիմա Տիգրան Ավինյանը սիրում է այսպես փողոցային կարծես թե ես չեմ ուզում այդ մակարդակին իջնեմ անդամների հետ, այո։ Հա, ես չեմ ուզում այդ մակարդակի իջնեմ, ուղղակի որպեսզի մեր ժողովրդին հասկանալի լինի, փորձում եմ ավելի հասկանալի լեզվով ասեմ, մենք դրա համար չենք պահանջել գրավոր ինչ որ հաշվետվություններ, մենք այդ ամեն ինչը տեսնում ենք բյուջեով, երբ որ բյուջեն գալիս է տարեկան, հիմա հաստատված բյուջեն արդեն դեկտեմբերի վերջին հաստատվել է, մենք տեսել ենք, հիմա գալու է նաև բյուջեի 25 թվականի հաշվետվությունը, թե ինչ են արել ու մենք տեսնելու ենք, թե այդտեղ ինչ է արվել, օրինակ բյուջեի հետ կապված մի հատ այդ հաշվետվության եւ վերահսկողության հետ կապված մի հատ բան ասեմ։ Տեսեք, սրանք 3 տարի եմ ասելու 24, 25, 26 թվականներ։ 3 տարում իրենց հատկացված պարգևավճարները բարձրացրել են մի քանի անգամ։ Տեսեք, այդ հենց հաշվետվության մասին եք ասում։ 458 միլիոն եղել է 24 թվականի հաստատված բյուջեով, որը կազմում է Երևանի ուրեմն երևանցիների ավելի ճիշտ քաղաքապետարանի աշխատակազմի 2300 հոգի աշխատող կան։ Իրանց աշխատավարձային ֆոնդի 5%-ը։ 2025 թվականին պարգևատրման ֆոնդը կազմել է 714 միլիոն դրամ։ Հաստատված բյուջեի պարգևատրման մասին է խոսքը, որը կազմել է ուրեմն աշխատավարձային ֆոնդի 8%-ը։ 2026 թվականին այդ գումարը դարձել է 1 միլիարդ 128 միլիոն, որը կազմում է աշխատավարձային ֆոնդի 12.5%-ը։ Հիմա պատկերացրեք այդ բան տեսակ պրոգրեսը, որ 5%, 8%, 12.5%, այսինքն իրանք իրենց պարգևատրում բարձրացրել են։ Բայց այստեղ մի հատ նյուանս էլ կա։ 2025 թվականին ինչ որ նախատեսել են 714 միլիոն դրամ։ Իրանք այդ գումարը սեպտեմբերին արդեն կրկնապատիկ անգամ տված են եղել։ 1 միլիարդ 400 միլիոնի չափով իրանք արդեն պարգևատրվել են։ Եվ դեկտեմբեր ամսին 380 միլիոնի առանձին են պարգևատրվել։ 641 պաշտոնյաներ։ Երբ որ բաժանում ենք 641 այդ 380 միլիոնը եւ 641-ից ստանում ենք մոտորապես 600,000 դրամ գումար, այսինքն միջին հաշվարկով մեկ պաշտոնյա պարգևատրվել է 600,000 դրամով, այսինքն մեկը 500,000, մեկը 700,000, մեկը 1 միլիոն, այս մարդիկ պարգևատրվել։ Հիմա սա որ ասում եք հաշվետվություն, սրա համար հաշվետվություն պետք է, սրա համար ուղղակի բյուջեն նայելա պետք։ Բյուջեով երևում է, որ այս մարդիկ ինչ են նախատեսել եւ ինչ են բաժանել իրանք իրանց։
հիմա այս 26 թվականի համար այդ գումարը 1 միլիարդ 128 միլիոն նախատեսվել է, բայց ես համոզված եմ, որ այդ գումարը ավելի շատ է լինելու։ Այսինքն ավելի շատ են իրանք իրանք պարգևատրվելու։ Ինչի համար է շատ հատկացված, որովհետև դիմաց ընտրություններ կա, որովհետև քաղաքապետարանի աշխատողներին դրանով պետքա շահագրգռեն, ասենց որպեսզի այդ մարդիկ գնան իրանց ընտրեն կամ իրանց թիմին ընտրեն, եւ այդ գումարը մինչեւ տարվա վերջ ինձ թվում է կգերազանցի 1 միլիարդ 128 միլիոնը, եթե Ասվաշյանը իհարկե իրանք մնան կգերազանցի, բայց այդ նույն ձևով իրենք ուրեմն էլի թվերից խոսեմ, երկու հատ ասեմ, ուրեմն տեսեք, երևանցիներից այս տարի նախատեսել են վարչական իրավախախտումների մասով 361 միլիոն դրամ ավել գումար հավաքագրել։ 1 միլիարդ 495 միլիոն դրամ է նախատեսված 26 թվականի վարչական իրավախախտումներից մուտքերի գումարը, բյուջեի մուտքերի գումարը, որը 361 միլիոնով ավել է 25 թվականի համեմատ։ Այսինքն մոտորապես օրը 1 միլիոն դրամ ավել են գումար գանձելու երևանցիներից կամ տուգանելու, որպեսզի ավելի པարզ լինի երևանցիներին, տուգանելու, հիմա դա կլինի մեկը տրանսպորտի հետ կապված, մյուսը փողոցային առևտրի հետ կապված, չգիտեմ, տարբեր ձևերով մարդկանց տուգանելու են, տարբեր բաների համար, բայց արդեն 361 միլիոն դրամ ավել են նախատեսել։ Իրանք երևանցիներից ավել գումար են քաշելու կամ տուգանելու երևանցիներ, որպեսզի իրանք վարձատրվեն, կամ իրանք բարձր վարձատրվեն եւ բարձր պարգևատրվեն։ Նույն ձևով կարամ ասեմ գույքահարկի մասով։ Պատկերացնում եք, վերջի 4 տարում գույքահարկը 2.5 անգամ բարձրացել է։ Գույքահարկը ուրեմն 22 թվականին եղել է 9.9 միլիարդ, 26 թվականին նախատեսված է 26 միլիարդ 753 միլիոն դրամ։ 2.7 անգամ գրեթե բարձրացել է գույքահարկի գումարը։ Այսինքն Երևանցին գույքահարկը շատ է վճարելու, որպեսզի իրանք բարձր վարձատրվեն, պատկերացնում եք։ Կամ Երևանցին բարձր գույքահարկ է վճարում եւ անշարժ գույքի մասին ասա խոսքը, էլի, անշարժ գույքի համար եւ շարժական փոխադրամիջոցների համար, օրինակ երևանցիների փոխադրամիջոցների համար հավաքագրվող գույքահարկը 26 թվականին նախատեսված է 14 միլիարդ դրամ։ 13.9-ն էլ նախատեսված էր 25 թվականի համար։ Հիմա Երևանցի վարորդը գույքահարկ է վճարում, որպեսզի իր մեքենան Երևանի փողոցներում անվտանգ առանց ջարդելու վարի, այդ գույքահարկի գումարը պետք է գնա ասֆալտապատմանը, չէ, երևանցիները գումարը վճարում են, իրենց մեքենաները տանում են փոսերում ջարդում են։ Այսինքն մի հատ կրկնակի անգամ տանում են, մի հատ էլ մասնագետներին փող են տալու, որպեսզի իրենց մեքենան։ Ասում է, թե ինքը զգուշ է արում, երևի խորհուրդ է տալիս, այո, 0 վնաս է կրել այս փոսերին, ես զգուշ եմ։ Դա ձեռառնոցի է, էլի, պարզի լեզվով ասած, չի կարա տես բան լինի։ Այսինքն Երևանում վարես այս փոսերում ու դու գաս երևանցիներին ասես իմ մեքենան վնաս չի կրել։ Մատ երևանցիներին եկեք հարցրեք երևանցիներին ինչքան վնաս են կրել։ Էլ անվադող, էլ ուրեմն ընթացային մասեր, էլ չեմ ասում թե ինչքան վնաս են մարդիկ կրում, այդ մասնագետների մոտ էլ հերթ առաջանում, որ գնում ես ասում հիմա հերթ ունեմ, բանը իրի գունարի կամ վաղը այսին ժամին պայմանով են կարի։ Ես մեքենա ինքս չունեմ, բայց իմ տղաս ունի մեքենա, իմ հայրս ունի մեքենա, իմ ընկերներս ունեն մեքենա, ես գիտեմ այդ մեքենաները ոնց են Երևանի փողոցներում վնասում։ Իսկ իր ասածը դա պարզ սուտ է, որովհետև այս վիճակով Երևանում մեքենա վարես ու չվնասես, դա սուտ նորից եմ կրկնում սուտ է, չի կարա տենց բան լինի։ Եվ նորից վերադառնալով իմ խոսքին ասեմ, երևանցիները գույքահարկ են վճարում, փոխադրամիջոցներից կլինի, թե անշարժ գույքից կլինի, որպեսզի այս Երևանում, այս քաղաքում, մեր քաղաքում անվտանգ մեքենա վարեն, բայց փաստորեն տեսնում ենք, մարդիկ տանում են այս մեքենաները Երևանի փոսերում ջարդում են։ Եվ պարոն Դանելյան, ամփոփելով զրույցը, տևական ժամանակ ավականու կազմն ամբողջացել է։ Հանրային ձայն խմբակցությունն արդեն ամբողջ կազմով է ներկայանում աշխատանքի վերջիններից, ինչպես նաև ընդդիմադիր ազգային առաջընթացի հետ բանակցություններ վարում եք, որպեսզի Տիգրան Ավինյանին պաշտոնան կանեք եւ ընդդիմության ինչ որ նոր քաղաքապետ ընտրեք, ընդդիմության կազմից կամ օրինակ նոր ընտրությունների գնաք, նման բանակցություններ, քննարկումներ կան։ Ոչ։ Ինչու։ Չկան, որովհետև ամբողջական ոչ թե չկա միասնական ինչ որ տենց բան, ոնց ասեմ, հիմա Երևանի ավականու կազմում կան անկախ ավականիներ, այսինքն միասնական 33 հոգանոց միաձայն որոշում չկա։ Այսինքն չի ապահովվի քանակը։ Ինչ որ փուլում, ինչ որ մարդիկ չեն ապահովի այդ պայմանավորվածությունը կամ չեն պահի այդ պայմանավորվածությունը։ Այսինքն ինչ որ մարդկանց ձեռ է տալիս, ես հիմա անուններ չտամ, ինչ որ մարդկանց ձեռ է տալիս, որ այսօր Տիգրան Ավինյանը կառավարի, դրա համար ինչ որ պայմանավորվածություններ եթե լինի, ամբողջական չի լինի այդ պայմանավորվածությունը, ոչ բոլորի հետ կարելի է պայմանավորվել եւ ոչ բոլորը իրենց պայմանավորվածությունը կպահեն։ Շնորհակալ եմ, պարոն Դանելյան։ Իմ հյուրն էր Երևանի Մայր Հայաստան խմբակցության անդամ Արմենակ Դանելյանը։ Կհանդիպենք։